17097 եւ այսպես հրապարակում եմ քաղաքական ուժերի ստացված քաղաքական ուժերի կողմ քվեարկած քվեների թիվը ռեֆորմիստների կուսակցություն 1456 0.996 Բոլորին դեմ եմ ժողովրդավարական կուսակցություն 21477 կամ տոկոսային արտադրություն 1.470 Ուժեղ Հայաստան դաշինք 340,088 23.281 Հայաստանի շնորհապետական կուսակցություն 30,807 2.109 Նոր ուժ ռեֆորմիստական կուսակցություն 25,624 1.754 տոկոսային արտահայտությամբ Միասնության թևեր կուսակցություն 33,644 2.303 տոկոս հազարորդական Բարգավաճ Հայաստան կուսակցություն 58,378 3.996 տոկոս հազարորդական Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն 2679 քվե տոկոսային արտահայտությամբ 0.183 հազարորդական ժողովրդավարական համախմբում կուսակցություն 5284 քվե տոկոսային արտահայտությամբ 0.361 հազարորդական տոկոս Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցություն 26567 տոկոսային արտահայտությամբ 1.818 հազարորդական տոկոս Հայաստան դաշինք քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 727,827 49.825 հազարորդական տոկոս Հայաստան դաշինք 145,113 9.934 հազարորդական տոկոս Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցություն 6750 քվե տոկոսային արտահայտությամբ 0.462 հազարորդական տոկոս Լուսավոր Հայաստան կուսակցություն 7258 քվե 0.496 հազարորդական տոկոս Ընդհանուր կուսակցությունների կողմ ձայները կազմել են 1,459,455 քվե Անճշտությունները կազմել են 1279 Ես պիտի նաև տեղեկացնեմ, որ իմ կողմից հրապարակված տոկոսները, որ հրապարակում է իրենց մեջ ներառում է նաև անճշտությունների գումարը, որովհետև ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածի հոդվածի 4 մասի համաձայն ազգային այս թիվին չի բանաձև ես իհարկե ինքը նախնական արդյունքները քվեարկության, բայց բանաձևը, որ հաշվարկում է, այսինքն նախնական արդյունքները, ինքը հաշվարկված է ընտրական օրենսգրքի պահանջների հիման վրա։ Իսկ ընտրական օրենսգրքի պահանջն է, որպեսզի ազգային ժողովի մանդատները բաշխվում են այն կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի կուսակցության դեպքում 4%,
մինչև 3 կուսակցություններից կազմված կուսակցությունների դաշինքների դեպքում 8%, իսկ 4 եւ ավել կուսակցություններից կազմված դաշինքների դեպքում 10% կողմ քվեարկած քվեաթերթիկներ։ Սա բարձրաբանման մասով ես տեղեկացնեմ, որ նախնական արդյունքների արձանագրությունը չի քննարկվում, մենք ուղղակի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները ուղղակի իրենց ստորագրությամբ վավերացնում ենք նախնական արդյունքները։ Եվ այսպես սկսենք ստորագրման գործընթացը։ Այսպես արձանագրության երկու օրինակները ստորագրվեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բոլոր անդամների կողմից, ես այստեղ լրացնեմ ժամը 11:48 Վավերացնենք կնիքով։ Արձանագրությունները կազմված են, ես տեղեկացնեմ, որ քիչ անց արձանագրությունները կհրապարակվեն մեր կայքում եւ նաեւ պիտի տեղեկացնեմ, որ այսօր ժամը 12:00-ից սա հատկապես ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին ենք ցանկանում իրազեկել, որ այսօր 12:00-ից մինչև 18:00 քաղաքական ուժերի հստակված անձինք կարող են ներկայացնել վերահաշվարկի դիմումներ։ Վերահաշվարկի դիմումները կընդունեն նաև վաղը առավոտյան 9-ից մինչև 11:00։ Իսկ արդեն վաղը 11:00-ից ըստ էության գործնականում մեկնարկելու է վերահաշվարկի գործընթացները։
հորդորս բոլոր քաղաքական ուժերին, ովքեր ունեն որևէ, այսպես ասենք, կասկած, որևէ մտահոգություն, պարտադիր իրենց որ տեղամասի հետ կապված իրենք ունեն մտահոգություն, պիտի հորդորենք, որ իրենք անպայման վերահաշվարկի դիմումները ներկայացնեն։ Մենք ինքներս նույնպես կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստուգել է բոլոր արձանագրությունները, տեղամասային ընտրական հանձնաժողովի արձանագրությունները, եւ բոլոր այն արձանագրությունները, որտեղ որ լինեն ջնջումներ կամ անճշտությունների թիվը լինի սովորականից կտրուկ մեծ, բոլոր այդ տեղամասերում մենք ինքներս արդեն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին կհանձնարարենք, որպեսզի իրականացնեն վերահաշվարկ։ Այսքանն է ցանկանում եմ։ Այո, պարոն Սմբատյանն է ինձ հիշեցնում, որ վերահաշվարկի աշխատանքները ուղիղ եթերով հեռարձակվելու են։ Այսինքն հասկանալի է, որ քաղաքական ուժերի վստահված անձինք իրենք ազատորեն կարող են ներկա գտնվել եւ այո, ինչպես պարոն Սմբատյան, խնդրում ենք ներկա գտնվել անպայման եւ իսկ մեր հայրենակիցները, մեր քաղաքացիները կարող են մեր կայքի միջոցով վաղվանից ուղիղ հեռարձակմամբ հետևել վերահաշվարկի աշխատանքներին։ Այլ հայտարարություն կա, արգել գործընկերներ, հիշեք, որ ես Պարոն Սմբատյանը հիշեցնում է, որ բոլոր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները առաջին անգամ իրենց վիճակահանության պարտադիր պետք է իրականացնեն վերահաշվարկներ, այսինքն անկախ նրանից վերահաշվարկի դիմում կլինի թե չէ, վիճակահանությամբ իրենք նաև եւս պետք է վերահաշվարկ իրականացնեն։ Սա առաջին անգամ է կիրառվելու ազգային ժողովի ընտրությունների ժամանակ։ Այս կարգավորումը կիրառվել է առաջին անգամ 2023 թվականի Երևանի ավագանի ընտրություններից սկսած եւ ազգային ժողովի ընտրությունների պարագայում այս կարգավորումը կիրառվելու է առաջին անգամ։ Եվ այսքանը համեցեք, պարոն Սմբատյան, դուք ասեք։ Համեցեք։ Մենք կանոնով չենք հասցրել նորմալ շփում մինչև